Նա հարսի զգեստով մտավ շքեղ ամրոց, բայց զգում էր անտեսանելի բանտի ծանրությունը։ Արարողությունը անթերի էր, ժպիտները, փորձված, բայց նրա ներսում ամեն ինչ փլուզվում էր։ Այդ ամուսնությունը սեր չէր, այլ հին պարտք, տոնակատարության քողի տակ։ Իսկ այն, ինչ նա ասաց հարսանեկան գիշեր, բավականաչափ դաժան էր, ցանկացած հույս ոչնչացնելու համար։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք ալիքին, կիսվեք սիրելիների հետ։ Հիշեք ինձ ասել, թե որտեղից եք դիտում։ Մարինե Թավրոսյանը երբեք չէր պատկերացնի, որ 28 տարեկանում կհագներ հարսանյաց զգեստ, որն ավելի թանկ էր, քան ճարտարապետական ֆակուլտետի ողջ ուսման վարձը, մի արարողության ժամանակ, որտեղ հյուրերի կեսին անգամ չէր ճանաչում։ Սուրբ Սարգիս Մայր եկեղեցին Երանի կենտրոն թաղամասում լի էր կարևոր մարդկանցով, ում անունները զարդարում էին գործարար ամսագրերը, հասարակական սյունակները։ Սպիտակ ծաղիկները զարդարում էին յուրաքանչյուր անկյուն, Շուշանների վարդերի բույրը լողում էր օթորակիչով հագեցած օդում, ամեն ինչ կատարյալ էր թվում դրսից նայողների աչքերին։ Բայց Մարինեն գիտեր ճշմարտությունը։ Այդ ամուսնությունը պարզապես համաձայնություն էր, սառը գործարք, ընտանիքների մեջ ստորագրված փաստաթուղթ, որը կնքում էր երկու հազիվ ծանոթ մարդկանց ճակատագիրը։ Նա այնքան ուժեղ էր բռնել ծաղկեփունջը, որ ձեռքերը դողում էին։ Քողը ծածկում էր նրա դեմքի մի մասը, նա շնորհակալ էր դրա համար, քանի որ այդպես ոչ ոք չէր կարողանում տեսնել արցունքները, որոնք համառորեն կուտակվում էին նրա աչքերի անկյուններում։ Նրա կողքին մայրը, Սելյան, ժպտում էր հյուրերին, կարծես դա իր կյանքի ամենաերջանիկ օրն էր։ Եվ միգուցե այդպես էլ կար։ Ի վերջո, այդ ամուսնությունը ներկայացնում էր Թավրոսյանների ընտանիքի վերջնական փրկությունը, մի ընտանիքի, որը տասնամյակներ առաջ գրեթե կորցրել էր ամեն ինչ։ Մարինեն անորոշ կերպով հիշում էր հոր պատմությունները, այն քիչ պահերին, երբ նա բացում էր սիրտը։ Ընտանիքի ներմուծման ընկերությունը ճգնաժամի մեջ էր մտել 90-ականներին, Ալմեյդյանների ընտանիքն էր, որ ձեռք մեկնեց, կապիտալ ներդրեց, փրկեց բիզնեսը ամբողջական փլուզումից։ Փոխարենը, նրա հայրը, Անտոն Թավրոսյանը, պայմանագիր ստորագրեց։ Պայմանագիր, որի գոյության մասին Մարինեն իմացավ միայն այն ժամանակ, երբ նա մահացավ 6 ամիս առաջ։ Պայմանագիր, որը նախատեսում էր ամուսնություն երկու ընտանիքների ժառանգների միջ։ Այն ժամանակ Մարինեն ընդամենը երեխա էր։ Հիմա նա միակ դուստրն էր։ Եվ համաձայնությունը պետք է կատարվեր։ Զոհասեղանի մյուս կողմում սպասում էր Գաբրիել Ալմեյդյանը։ Բարձրահասակ, լայն ուսերով, անթերի կտրված կոստյումով, հետ սանրված մուգ մազերով, շագանակագույն աչքերով, որոնք կարծես մարդկանց միջով էին տեսնում, առանց նրանց իրականում տեսնելու։ Նա Almere Holdings-ի գլխավոր տնօրենն էր, երկրի ամենամեծ ընկերություններից մեկը, որը վերահսկում էր ոլորտներ, սկսած շինարարությունից մինչ գյուղատնտեսական բիզնես։ Նա 35 տարեկան էր, համարվում էր Երանի ամենացանկալի ամուրիներից մեկը, նրա լուսանկարը հաճախ էր հայտնվում ամսագրերի շապիկներին։ Բայց ով մոտիկից ճանաչում էր Գաբրիելին, գիտեր, որ նա հեռու էր, մեթոդական, էմոցիոնալ առումով անհասանելի։ Մարդ, ով ապրում էր բիզնեսի համար, ցանկացած զգացմունք փակ էր պահում 7 կողպեքի տակ։ Երբ Մարինեի աչքերը վերջապես հանդիպեցին նրա աչքերին, նա ոչ ուրախություն տեսավ, ոչ հույս, ոչ անգամ հետաքրքրություն։ Նա տեսավ միայն հրաժարական։ Նույն հրաժարականը, որը ինքն էր զգում։ Արարողությունը արագ անցավ։ Քահանայի խոսքերը արձագանքում էին մատուռում որպես անհոգի, անզգա դեկորացված սցենար։ Մարինեն պատասխանեց, երբ անհրաժեշտ էր, նրա ձայնը դուրս էր գալիս մեղմ, գրեթե անլսելի։ Գաբրիելը նույնն արեց, նրա ձայնը հաստատուն էր, բայց զրկված ցանկացած զգացմունքից։ Երբ ժամանակը եկավ մատանիներ փոխանակելու, երկուսի ձեռքերը սառած էին։ Համբույրը կնքեց համաձայնությունը արարողակարգային ձով, շուրթերի արագ հպում, որը չտեց ավելի քան 2 վայրկյան։ Հյուրերը ծափահարեցին։ Լուսանկարիչների տեսախցիկները թարթեցին։ Երաժշտությունը սկսեց նվագել։ Եվ այդպես Մարինե Թավրոսյանը դարձավ Մարինե Ալմեյդյան, առանց սիրո, առանց ցանկության, առանց ընտրության։ Ընդունելությունը տեղի ունեցավ Ալմեյդյանների շքեղ առանձնատանը, Ալմեյդյանների ընտանիքի կալվածքում Արաբկիր թաղամասում։ Տեղը տպավորիչ էր, անվերջ թվացող այգիներով, հսկայական սրահներով, որոնք զարդարված էին բյուրեղապակի ջահերով, հնագույն կահույքով, որը փոխանցվել էր նախորդ սերունդներից։ Մարինեն իրեն փոքրիկ էր զգում այնտեղ, կորած այդքան շքեղության մեջ։ Մարդիկ գալիս էին շնորհավորելու նրան, ասում էին պատրաստի արտահայտություններ երջանկության ապագայի մասին, նա ժպտում էր ի պատասխան, մի ժպիտ, որը ցավում էր բերանի անկյուններում այնքան ստիպողական լինելուց։
Գաբրիելը միշտ շրջապատված էր գործարարներով, նույնիսկ իր սեփական հարսանիքին քննարկում էր բիզնես հարցեր։ Մարինեն նրան դիտում էր հեռվից, փորձելով նրա մեջ մարդկայնության որևէ նշան գտնել, որևէ բացվածք, որը կցուցադրեր, որ այդ զրահի տակ իրական մարդ կար։ Բայց այն ամենը, ինչ նա տեսնում էր, սառնություն էր։ Բացարձակ վերահսկողություն։ Անտարբերություն։ Միայն երբ հյուրերը սկսեցին հեռանալ, երբ գիշերն արդեն խորացել էր, հոգնածությունը ծանրացել էր Մարինեի ուսերին, Գաբրիելը վերջապես մոտեցավ նրան։ Նրանք գտնվում էին առանձնատան գլխավոր սենյակում, մի հսկայական սենյակ, թագավորական մահճակալով, թավշյա ծանր վարագույրներով, պատշգամբով, որը դուրս էր գալիս լուսավոր այգի։ Մարինեն դեռ հարսանյաց զգեստով էր, նստած մահճակալի եզրին, փորձում էր հանել կոշիկները, որոնք ցավեցնում էին ոտքերը։ Գաբրիելը մտավ առանց թակելու։ Նա հանել էր բաճկոնը, թուլացրել փողկապը, բայց դեռ պահպանում էր այդ կոշտ կեցվածքը, կարծես գործարար հանդիպման մեջ լիներ։ Նա կանգնեց նրանից մի քանի մետր հեռավորության վրա, ձեռքերը գրպաններում, նրան նայեց այդ դատարկ աչքերով։ Այդ ժամանակ նա ասաց, ձայնով, որը ոչ բարկություն էր ցույց տալիս, ոչ տխրություն, այլ պարզապես փաստի հաստատում. «Դու կունենաս անունը, կարգավիճակը, առանձնատունը, բայց երբեք քեզ հետ չեմ պառկի»։ Խոսքերը Մարինեի վրա ընկան որպես սառը ջրի դույլ։ Նա բարձրացրեց դեմքը, աչքերը լայն բացված, չիմանալով ճիշտը լսել։ Գաբրիելը շարունակում էր նրան նայել, առանց թարթելու, առանց որևէ զգացմունք ցույց տալու։ Այս ամուսնությունը ընտանիքների միջ համաձայնություն է։ Ես կկատարեմ իմ մասը։ Դու կունենաս այն ամենը, ինչ անհրաժեշտ է նյութապես։ Բայց մի սպասիր ավելին։ Մի սպասիր սեր, մի սպասիր քնքշություն, հաստատ մի սպասիր մտերմություն։ Մենք կապրենք նույն տանիքի տակ, բայց մեր կյանքերը առանձին կլինեն։ Դու ունես քո սեփական սենյակը հարակից միջանցքում։ Կարող ես զարդարել այն, ինչպես կցանկանաս։ Կարող ես անել այն, ինչ կցանկանաս օրվա ընթացքում։ Պարզապես անհրաժեշտ է, որ պահպանես արտաքին տեսքը, երբ անհրաժեշտ լինի։ Մարինեն զգաց, որ կուրծքը սեղմվում է, կոկորդը փակվում։ Նա ուզում էր բղավել, ուզում էր լացել, ուզում էր վազել այնտեղից երբեք չվերադառնալ։ Բայց մոր հիշողությունը, հիվանդ, կախված թանկարժեք դեղերից, որոնք հիմա նա կարող էր վճարել Ալմեիդյանների հետ կնքված համաձայնության շնորհիվ, ստիպեց նրան կուլ տալ ցանկացած ապստամբության խոսք։ Հասկանում եմ, նա շշնջաց, ձայնը թույլ էր դուրս գալիս։ Գաբրիելը գլխով արեց, կարծես գործարք էր փակում։ Հիանալի է։ Ուրեմն ամեն ինչ պարզ է։ Բարի գիշեր։ Եվ դուրս եկավ սենյակից, Մարինեին թողնելով մենակ, հարսանյաց զգեստով, որը հանկարծ տոննաներ էր կշռում, ջարդված սրտով։ Այդ գիշեր Մարինեն չքնեց։ Նա նայում էր բարձր առաստաղին, լսելով այդ հսկայական առանձնատան սարսափելի լռությունը։ Կյանքում առաջին անգամ նա իրեն լիովին մենակ զգաց, շրջապատված լինելով շքեղությամբ, հարմարավետությամբ։ Ամուսնությունը, որը պետք է նոր կյանքի սկիզբը լիներ, ավելի շատ թվում էր այն ամենի ավարտը, ինչ նա երբեք երազել էր։ Առաջին ամիսներն ամենադժվարն էին։ Մարինեն իր քիչ ունեցվածքը տեղափոխեց այն սենյակը, որը Գաբրիելը հատկացրել էր նրան, գեղեցիկ, բայց անձնական չհամարվող տարածք, մուգ փայտե կահույքով պատուհանով, որը բացվում էր հետնամասի այգի։ Նա փորձեց զարդարել այն, դնել իր բույսերը, ճարտարապետության գրքերը, շրջանակված նկարները, բայց ոչինչ այդ վայրը տուն չէր դարձնում։ Առանձնատան առօրյան կանխատեսելի էր դատարկ։ Գաբրիելը վաղ առավոտյան էր գնում գրասենյակ, դեռ ալը չծագած, վերադառնում ուշ գիշերով, հաճախ այն բանից հետո, երբ Մարինեն արդեն մենակ ճաշել էր։ Երբ նրանք հանդիպում էին միջանցքներում կամ ճաշասենյակում, նա քաղաքավարի էր, բայց հեռու։ Հարցնում էր, թե արդյոք նա լավ է, արդյոք ինչ-որ բանի կարիք ունի, բայց երբեք իրականում պատասխան չէր սպասում։ Դա նման էր լավ հագնված ուրվականի հետ ապրելուն։ Մարինեն փորձեց իր օրերը զբաղեցնել։ Նա ուսումնասիրում էր առանձնատունը, հայտնաբերելով սենյակներ, որոնք երբեք չէին օգտագործվում, փոշոտ գրադարաններ, երաժշտական սրահներ, ծածկված դաշնամուրներով։ Նա ժամեր էր անցկացնում այգում, հոգ տանելով բույսերի մասին, զրուցելով այգեպանի հետ, պարոն Մարո անունով մի ծերունու հետ, ով այնտեղ տասնամյակներ շարունակ աշխատել էր։ Նա քնքուշ էր նրա հետ, սովորեցնում էր ծաղիկների մասին, պատմում հին պատմություններ Ալմեիդյանների ընտանիքի մասին։ Դա Մարինեի ունեցած քիչ ընկերություններից մեկն էր։ Բայց այն, ինչ նա ամենից շատ էր անում, նկարելն էր։ Նա նստում էր այգում իր էսքիզների տետրով տներ էր ստեղծում։
Պարզ տներ, ժամանակակից տներ, հարմարավետ տներ։ Տներ, որոնք նա երբեք չէր կառուցի։ Նրա ճարտարապետական կրթությունը հիմա հեռավոր երազ էր թվում, մի բան, որը պատկանում էր իր մի տարբերակին, որն այլս գոյություն չուներ։ Մայրը միշտ ասել էր, որ Թավրոսյանների ընտանիքի կանայք կարիք չունեն աշխատելու, որ ավելի լավ է նվիրվել ընտանիքին, տանը։ Եվ Մարինեն միշտ հնազանդ, միշտ փորձելով հաճոյանալ, իր դիպլոմը դրել էր դարակում ընդունել այն դերը, որը իրեն էր վերապահված։ Հիմա, լռության այդ պալատում փակված, նա մտածում էր, թե արդյոք երբե հնարավորություն կունենա լինել այն, ինչ իրականում ուզում էր լինել։ Միակ ուտեստները, որոնք Գաբրիելը Մարինեն միասին էին ուտում, կիրակի օրվա ճաշերն էին, երբ Ալմեյդյանների ընտանիքը հավաքվում էր։ Ընտանիքի մայրապետը, Հելենան, 70-ից մի փոքր ավելի տարիքի մի կին, էլեգանտ ուշադիր հայացքով, միշտ նախագահում էր սեղանին։ Նա Գաբրիելի տատն էր, Almeda Holdings-ի հիմնադրի այրին, դեռ պահպանում էր որոշակի ազդեցություն բիզնեսի ընտանիքի վրա։ Մարինեն նկատում էր, որ Հելենան դիտում էր իրեն այդ ճաշերի ժամանակ։ Ոչ թե դատողությամբ կամ սառնությամբ, այլ քնքուշ հետաքրքրությամբ, կարծես փորձում էր հասկանալ, թե ով էր այդ երիտասարդ կինը, որն այժմ ընտանիքի անդամ էր։ Երբեմն Հելենան հարցեր էր տալիս Մարինեի կյանքի մասին, թե ինչ էր նա սիրում անել, ինչ հետաքրքրություններ ուներ։ Մարինեն քաղաքավարի էր պատասխանում, բայց միշտ համառոտ, չցանկանալով շատ բացահայտվել։ Գաբրիելը իր հերթին հազիվ էր խոսում այդ ճաշերի ժամանակ։ Պատասխանում էր, երբ հարցնում էին բիզնեսի մասին, մեկնաբանում էր թվերն ու ռազմավարությունները, բայց երբեք իր անձնական կյանքի մասին։ Երբեք Մարինեին քնքշությամբ կամ ուշադրությամբ չէր նայում։ Կարծես նա պարզապես մեկ կահույք լիներ սենյակում։ Մի կիրակի երեկոյան, ճաշից հետո Հելենան Մարինեին կանչեց, իր հետ թեյ խմելու ձմեռային այգում։ Դա հարմարավետ միջավայր էր, արադարձային բույսերով, հարմարավետ բազկաթոռներով մեղմ լուսավորությամբ։ Մարինեն ընդունեց հրավերը, շնորհակալ լինելով միայնությունից ցանկացած շեղման համար, որը նրան սպառում էր։ Հելենան ինքն էր թեյ մատուցում, մի պարզ ժեստ, բայց Մարինեին շոշափող թվաց։ Մի քանի րոպե լուռ մնացին, պարզապես վայելելով տաք ըմպելիքը դրսում սկսվող մեղմ անձրի ձայնը։ Դու դժբախտ ես այստեղ, չէ՞ սիրելիս, հանկարծ ասաց Հելենան, նրա ձայնը մեղմ էր, բայց ուղիղ։ Մարինեն գրեթե շնչահեղձ եղավ թեյից։ Նա չէր սպասում այդ հարցին, այդ անկեղծությանը։ Նա նայեց տիկնոջը, չիմանալով, թե ինչ պատասխանի։ Ես լավ եմ, Հելենա։ Ես ունեմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Գաբրիելի տատիկը ժպտաց, տխուր ժպիտ։ Այն ամենը ունենալը, ինչ անհրաժեշտ է, չի նշանակում երջանիկ լինել։ Ես ճանաչում եմ իմ թոռանը, Մարինե։ Գիտեմ, թե ինչպիսին է նա։ Գիտեմ, որ նա ժառանգել է այս սառնությունը հորից, մարդկանց հետ կապվելու այս դժվարությունը։ Բայց նա գիտեմ, որ խորքում նա ի վիճակի է զգալ։ Պարզապես վախենում է։ Մարինեն կոկորդում կծիկ զգաց։ Ինչու՞։ Էկ ինձ դա ասում։ Որովհետև չեմ ուզում տեսնել երկու կյանքերի վատնումը հին պայմանագրի վիրավորանքների պատճառով, որոնք նույնիսկ ձերը չէին։ Դուք երիտասարդ եք, Մարինե։ Դուք երազանքներ ունեք, տաղանդ ունեք։ Ես տեսա ձեր գծագրերը ձեր սենյակում, երբ մյուս օրը այնտեղով անցա։ Դուք ճարտարապետ եք, չէ՞։ Մարինեն գլխով արեց, զարմացած, որ Հելենան դա գիտեր։ Այո։ Բայց երբեք չեմ կիրառել։ Մայրս միշտ ասել է, որ անհրաժեշտ չէ։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Մարինեն լռեց։ Ոչ ոք երբեք իրեն այդ հարցը չէր տվել։ Ոչ ոք երբեք չէր հետաքրքրվել, թե ինչ էր նա մտածում։ Ես կցանկանայի կարողանալ կառուցել։ Տեսնել իմ նախագծերը թղթից դուրս գալիս։ Ստեղծել տարածքներ, որոնք մարդկանց երջանիկ կդարձնեն։ Հելենան ձեռքը դրեց Մարինեի ձեռքին, քնքուշ, բայց ամուր հպում։ Ուրեմն արեք դա։ Թույլ մի տվեք, որ այս ամուսնությունը բանտ լինի։ Օգտագործեք այն որպես մեկնակետ։ Դուք հիմա ռեսուրսներ ունեք, կայունություն ունեք։ Օգտագործեք դա ձեր օգտին։ Մարինեն շնորհակալությամբ շփոթությամբ նայեց այդ տիկնոջը։ Բայց ինչպես։ Գաբրիելը հստակ ասել է, որ մեր կյանքերը առանձին են։ Եվ միգուցե այդպես է, առայժմ։ Բայց դա չի նշանակում, որ դուք չեք կարող ապրել ձերը։ Միգուցե, ով գիտե, տեսնելով ձեզ ծաղկելիս, նա կհասկանա, թե ինչ է կորցնում։ Հելենայի խոսքերը օրեր շարունակ արձագանքում էին Մարինեի մտքում։ Հնարավոր կլիներ։
Հնարավոր կլիներ երջանիկ լինելու միջոց գտնել, նույնիսկ ոսկե այդ վանդակում։ Նա ուզում էր հավատալ, որ այո, բայց Գաբրիելի լռության, նրա անտարբերության ծանրությունը չափազանց ճնշող էր թվում։ Մի կեսօր, այգում նկարելիս, Մարինեն ձայներ լսեց Գաբրիելի գրասենյակից։ Պատուհանը կիսաբաց էր, նա լսում էր նրա հեռախոսազրույցը։ Դա նոր նախագծի մասին էր, գյուղական վայրերում։ Կայուն տների կառուցման։ Գաբրիելը խոսում էր այդ հաստատուն վճռական ձայնով, հրամաններ տալով, թվեր վերլուծելով, որոշումներ կայացնելով, որոնք կազդեին հարյուրավոր մարդկանց վրա։ Եվ Մարինեն մտածեց, թե ինչպես մի մարդ, ով ի վիճակի էր կայսրություններ կառուցել, չէր կարողանում անգամ կամուրջ կառուցել իր սեփական կնոջ հետ։ Նա փակեց տետրը, նայեց առանձնատանը։ Այդ վայրը, այդքան գեղեցիկ, այդքան դատարկ, այժմ նրա բանտն էր ապաստանը։ Եվ նա չգիտեր, թե որքան ժամանակ կկարողանա դիմանալ այսպես ապրելուն, անտեսանելի, անտեսված, գոյություն ունենալով մի մարդու կյանքի ստվերներում, ով երդվել էր երբեք չսիրել իրեն։ Բայց նրա ներսում ինչ-որ բան, մի փոքրիկ կրակ, որը դեռ լիովին չէր հանգել, շշնջում էր, որ միգուցե մի ճանապարհ կար։ Միգուցե Հելենան ճիշտ էր։ Միգուցե ժամանակն էր դադարել սպասել, որ Գաբրիելը տեսներ իրեն, սկսել ինքն իրեն տեսնել։ Եվ հենց այդ մտքով, որը խառնված էր վախի հույսի հետ, Մարինեն որոշեց, որ այլս չի բավարարվի պարզապես թղթի վրա ալմեիդյան տիկին լինելով։ Նա ճանապարհ էր գտնելու նորից Մարինե լինելու համար, նույնիսկ եթե դա նշանակում էր ընդդիմանալ այն ամենին, ինչ միշտ սովորեցրել էին իրեն։ Անձրը դեռ շարունակում էր դրսում, լվանալով այգիները, թարմացնելով հողը։ Եվ Մարինեն ամիսներ շարունակ առաջին անգամ զգաց, որ միգուցե ժամանակն էր լվանալ, նա իր հոգին նորից սկսել։ Ասացեք ինձ, թե ինչ եք կարծում այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե այն ինչպես կավարտվի։ 2 շաբաթ անց ձմեռային այգում տեղի ունեցած այդ զրույցից, Հելենան հինգշաբթի կեսօրին հայտնվեց առանձնատանը, ինչը անսովոր էր նրա համար, քանի որ նա սովորաբար այցելում էր միայն կիրակի օրերին։ Մարինեն գրադարանում էր, թերթում էր բրազիլական ճարտարապետության մասին 5 գիրք, երբ տնային կառավարիչը եկավ նրան տեղեկացնելու, որ հյուր ունի։ Հելենան հյուրասենյակում էր, ինչպես միշտ էլեգանտ, հագած մուգ կապույտ կոստյում մարգարիտներ պարանոցին։ Նրա կողքին մի տղամարդ էր, ում Մարինեն չէր ճանաչում։ Նա մոտ 40 տարեկան էր թվում, շագանակագույն մազեր, քունքերի մոտ մոխրագույն մազերով, կանաչ աչքերով ջերմ ժպիտով, որը լուսավորում էր ամբողջ դեմքը։ Նա հագած էր սպիտակ վերնաշապիկ ջինսե տաբատ, պատահական, բայց էլեգանտ համադրություն։ Մարինե, սիրելիս, Հելենան վեր կացավ նրան ողջունելու։ Ուզում եմ քեզ ծանոթացնել մի շատ հատուկ մարդու հետ։ Սա Ռոդրիգո Ֆերեյրան է, ընտանիքի հին ընկերը։ Ռոդրիգոն ձեռք մեկնեց, Մարինեն սեղմեց այն, զգալով նրա ամուր քնքուշ սեղմումը։ Ուրախ եմ ծանոթանալու, Մարինե։ Հելենան շատ է խոսել ձեր մասին։ Մարինեն զարմացավ։ Խոսել է։ Իմ մասին։ Հելենան ժպտաց, այնպիսի ժպիտով, ով ինչ-որ լավ բան էր ծրագրում։ Այո։ Ես Ռոդրիգոյին պատմեցի, որ դու ճարտարապետ, ես դիզայնի հսկայական տաղանդ ունես։ Եվ պատահում է, որ Ռոդրիգոն հենց ճարտարապետի կարիք ունի մի շատ հատուկ նախագծի համար։ Ռոդրիգոն գլխով արեց, նստելով բազմոցին ժեստ անելով, որ Մարինեն էլ նստի։ Ճիշտ է։ Ես տուն եմ կառուցում Դիլիջանի լեռներում։ Ուզում եմ մի բան ժամանակակից, բայց որը կինտեգրվի բնությանը, որը կայուն հարմարավետ կլինի։ Արդեն խոսել եմ մի քանի ճարտարապետների հետ, բայց նրանցից ոչ մեկը չի հասկացել, թե ինչ է ես ուզում։ Երբ Հելենան ինձ պատմեց ձեր մասին, մտածեցի, որ միգուցե դուք հենց այն մարդն եք, ում ես փնտրում էի։ Մարինեն զգաց, որ սիրտը արագանում է։ Տուն լեռներում։ Իրական նախագիծ։ Վերջապես այն ամենը օգտագործելու հնարավորություն, ինչ նա սովորել էր համալսարանում, այն ամենը, ինչ նա երազել էր անել։ Բայց մինույն ժամանակ նրա ներսում մի ձայն շշնջում էր, որ դա չափազանց լավ էր, ճիշտ լինելու համար։ Ես չգիտեմ, արդյոք որակավորված եմ, նա սկսեց, տատանվելով։ Ես ավարտել եմ, բայց երբեք իրականում որպես ճարտարապետ չեմ աշխատել։ Ռոդրիգոն առաջ թեքվեց, կանաչ աչքերը հառած նրա աչքերին։ Կարորը փորձը չէ, Մարինե։ Կարորը տեսլականն է։ Կարորը գիրքն է։ Հելենան ինձ ցույց տվեց ձեր էսքիզներից մի քանիսը։ Դուք ունեք յուրահատուկ հայացք, զգայունություն, շնչող տարածքներ ստեղծելու համար։ Հենց դա եմ ուզում իմ տան համար։ Մարինեն նայեց Հելենային, ով քաջալերող ժպիտով էր ժպտում։
Նա այդ պահին հասկացավ, որ դա ավելին էր, քան պարզապես նախագիծ։ Դա վերացնվելու, իրականում ով լինելու հետ վերամիավորվելու հնարավորություն էր։ Ես ընդունում եմ, ասաց Մարինեն, նախքան վախը կարող էր ստիպել նրան նահանջել։ Ես շատ կցանկանայի անել այս նախագիծը։ Ռոդրիգոն ժպտաց, անկեղծորեն ուրախ։ Հիանալի է։ Ուրեմն սկսենք։ Ինչ կասեք հաջորդ շաբաթ հողամաս այցելություն կազմակերպելու մասին։ Դուք կարող եք տեսնել տեղը, զգալ վայրի էներգիան, սկսել պատկերացնել հնարավորությունները։ Մարինեն գլխով արեց, զգալով մի ոգորություն, որը ամիսներ, միգուցե տարիներ շարունակ չէր զգացել։ Այո, ես շատ կցանկանայի։ Ռոդրիգոյի հեռանալուց հետո Հելենանս մի քանի րոպե մնաց Մարինեի հետ։ Երիտասարդ կինը տեսանելիորեն հուզված էր, աչքերը փայլում էին այնպես, ինչպես վաղուց չէին փայլել։ Շնորհակալ եմ, Հելենա։ Շնորհակալ եմ սրա համար։ Ավելի տարեց տիկինը մայրական քնքշությամբ շոյեց Մարինեի դեմքը։ Պետք չէ ինձ շնորհակալություն հայտնել, սիրելիս։ Դու արժանի ես երջանիկ լինելու։ Արժանի ես օգտագործելու քո տաղանդները։ Եվ ով գիտե, Հելենան թարթեց աչքերը, միգուցե սա արթնացնի որոշ մարդկանց այն բանի համար, ինչ նրանք ունեն հենց իրենց քթի տակ։ Մարինեն հասկացավ ակնարկը, բայց չցանկացավ ինքն իրեն խաբել։ Գաբրիելը հստակ էր արտահայտել իր մտադրությունները կամ դրանց բացակայությունը։ Այս նախագիծը նրա համար էր, ոչ թե այն ամուսնու ուշադրությունը գրավելու համար, ով իրեն չէր ուզում։ Հաջորդ շաբաթ Մարինեն Ռոդրիգոյի հետ մեկնեց Դիլիջան։ Ուղղորությունը հաճելի էր, երկուսն էլ ճանապարհի ողջ ընթացքում զրուցում էին ճարտարապետության, երազանքների, կյանքի մասին։ Ռոդրիգոն ամուսնալուծված էր, ուներ երկու արդեն չափահաս երեխա, ովքեր ապրում էին երկրից դուրս, որոշել էր կառուցել այդ տունը որպես անձնական ապաստան, մի վայր, որտեղ նա կարող էր վերամիավորվել ինքն իր հետ։ Հողամասը գտնվում էր բլրի գագաթին, շրջապատված սոճիներով լեռների շունչը կտրող տեսարանով։ Մարինեն իջավ մեքենայից, կանգնեց այնտեղ, շնչելով մաքուր օդը, զգալով սառը քամին դեմքին, աչքերով շրջելով բնապատկերի յուրաքանչյուր մանրուքի վրա։ Կատարյալ է, նա շշնջաց։ Ռոդրիգոն կանգնեց նրա կողքին, նույնպես հիանալով տեսարանով։ Ես գիտեի, որ դու կհասկանաս։ Ես ուզում եմ մի տուն, որը թվում է, թե այստեղ է ծնվել, գիտես, որը չի վնասի բնությանը, այլ կզրուցի նրա հետ։ Մարինեն արդեն սկսում էր պատկերացնել։ Մեծ պատուհաններ, տեսարանից օգտվելու համար, բաց գույնի փայտ, ջերմություն հաղորդելու համար, տանիք, որը կհետեր հողամասի բնական թեքությանը, լայն պատշգամբներ, ներքին արտաքին տարածքների ամբողջական ինտեգրում։ Ես արդեն տեսնում եմ, ասաց նա, վերցնելով իր տետրը, սկսելով էսքիզներ անել։ Կարող ես ինձ վստահել։ Հաջորդ շաբաթների ընթացքում Մարինեն ամբողջությամբ ընկղմվեց նախագծի մեջ։ Նա ժամեր էր անցկացնում իր սենյակում սարքված ժամանակավոր գրասենյակում, գծագրելով, վերանորոգելով, կատարելագործելով։ Ռոդրիգոն հաճախ էր այցելում նրան, տեսնելու ընթացքը, միշտ բերելով սուրճեր, քաղցրավենիքներ, խոսելով ամեն ինչի ոչնչի մասին։ Նա ուշադիր էր, զվարճալի, հարգալից։ Նա գնահատում էր Մարինեի յուրաքանչյուր գաղափարը, գովում էր նրա աշխատանքը, ստիպում էր նրան զգալ, որ տեսանելի է ունակ։ Ամուսնությունից հետո առաջին անգամ Մարինեն արթնանում էր նպատակով։ Նա ուրախ նախաճաշում էր, խնամքով հագնվում, ժպտում էր մենակ, աշխատելիս։ Առանձնատունը, որը նախկինում գերեզմանոց էր թվում, սկսեց մի փոքր ավելի քիչ ճնշող թվալ։ Նա դեռ մենակ էր ժամանակի մեծ մասը, Գաբրիելը շարունակում էր իր բացակայությունների առօրյան, բայց հիմա Մարինեն ուներ իր սեփականը, մի բան, որը նրան լցնում էր։ Դա մի շաբաթ օրվա կեսօր էր, երբ Ռոդրիգոն եկավ առանձնատուն Մարինեին վերցնելու, հողամաս մեկ այցելության համար, որ Գաբրիելը վերջապես նկատեց ինչ-որ տարբերություն։ Նա գրասենյակում էր, աշխատում էր նույնիսկ հանգստյան օրերին, երբ մուտքի սրահից ծիծաղ լսեց։ Կանացի ծիծաղ։ Մարինեի ծիծաղ։ Գաբրիելը ճակատը կնճռոտեց։ Նա չէր հիշում, որ երբե Մարինեին այդպես ծիծաղելիս լսած լինի, այդքան թեթությամբ, այդքան ուրախությամբ։ Հետաքրքրված, նա վեր կացավ, մոտեցավ գրասենյակի պատուհանին, որը դուրս էր գալիս մուտքի մոտ։ Նա տեսավ Մարինեին աստիճաններով իջնելիս, հագած մանանեխի գույնի թեթ զգեստ, բաց մազերը ուսերին, լայն ժպիտ դեմքին։ Եվ նրա կողքին Ռոդրիգո Ֆերեյրան։ Գաբրիելը կրծքի մեջ ինչ-որ տարօրինակ բան զգաց։
Ռոդրիգոն ընտանիքի ընկեր էր, նրա հետ մեծացել էր, հաճախել էր նույն դպրոցը, դեռահասության տարիներին միասին ֆուտբոլ էր խաղացել։ Բայց վերջին տարիներին նրանք հեռացել էին միմյանցից, յուրաքանչյուրն իր ճանապարհով։ Գաբրիելը գիտեր, որ Ռոդրիգոն գործարար էր, ներդրումներ էր անում տեխնոլոգիաների կայունության մեջ, բայց չգիտեր, որ նա հաճախում էր առանձնատուն։ Նա դիտում էր, թե ինչպես էին նրանք աշխույժ զրուցում, Ռոդրիգոն ինչ-որ բան էր ասում, որը Մարինեին նորից ծիծաղեցնում էր, այն բյուրեղյա ծիծաղը, որը Գաբրիելը երբեք չէր կարողացել առաջացնել։ Նա զգաց ինչ-որ բանի սուր ցավ, որը չէր կարողանում անվանել։ Անհարմարություն։ Զայրույթ։ Ավելին։ Երբ Մարինեն ու Ռոդրիգոն հեռացան, Գաբրիելը վերադարձավ սեղանի մոտ, բայց չկարողացավ կենտրոնանալ աշխատանքի վրա։ Նրանց միասին ծիծաղելու պատկերը շարունակ վերադառնում էր նրա մտքին։ Նա բռնվեց իրեն, կեսօրից հետո մի քանի անգամ ժամացույցին նայելիս, սպասելով մեքենայի վերադարձի ձայնին։ Մարինեն վերադարձավ երեկոյան, այտերը կարմրած էին լեռան ցրտից, իսկ աչքերը փայլում էին ոգորությունից։ Նա մտավ առանձնատուն, մի քանի թղթապանակներ գրելով հեռախոսով խոսելով Ռոդրիգոյի հետ, ծիծաղելով այն բանի վրա, ինչ նա ասում էր գծի մյուս կողմից։ Այո, ես կկատարեմ փոփոխությունները հատակագծում կուղարկեմ քեզ մինչ երկուշաբթի։ Դու հիանալի ընկերություն էիր այսօր, ինչպես միշտ։ Մինչ հանդիպում։ Նա անջատեց հեռախոսը գրեթե լողաց աստիճաններով, այնքան խորասուզված իր մտքերում, որ չնկատեց Գաբրիելին, ով կանգնած էր գրասենյակի դռան մոտ, դիտելով իրեն։ Դու շատ ես դուրս գալիս վերջերս, նրա ձայնը կտրեց լռությունը։ Մարինեն կանգ առավ աստիճանների կեսին, զարմացած։ Նա ներք նայեց, տեսավ ամուսնուն այնտեղ, դեմքը փակ, ձեռքերը ծալած։ Ես նախագծի վրա եմ աշխատում, նա պատասխանեց, փորձելով ձայնը չեզոք պահել։ Նախագիծ։ Ռոդրիգոյի հետ։ Այո։ Նա Դիլիջանում տուն է կառուցում ինձ որպես ճարտարապետ է վարձել։ Գաբրիելը մի քանի աստիճան բարձրացավ, մոտենալով նրան։ Երբվանից ես դու ճարտարապետ։ Կարծում էի, մայրդ չի հավանել դա։ Մարինեն զգաց զայրույթի ալիք։ Միգուցե ես որոշել եմ, որ ժամանակն է անել այն, ինչ ես եմ ուզում, ոչ թե այն, ինչ ուրիշներն են ինձանից սպասում։ Եվ Ռոդրիգոն այն մասն է, ինչ դու ուզում ես։ Նրա ձայնի մեջ ինչ-որ բան կար, որը Մարինեն չկարողացավ հասկանալ։ Դա հենց զայրույթ չէր, բայց նա անտարբերություն չէր։ Դա ինչ-որ նոր բան էր, մի բան, որը նա երբեք չէր լսել Գաբրիելի ձայնի մեջ։ Ռոդրիգոն հաճախորդ է։ Եվ ընկեր։ Նա ինձ հարգանքով է վերաբերվում, գնահատում է իմ աշխատանքը, ստիպում է ինձ զգալ ունակ։ Բաներ, որոնք դու երբեք չես անցկացրել անելու համար։ Խոսքերը Մարինեի շուրթերից ավելի կոշտ դուրս եկան, քան նա մտադրվել էր, բայց նա չզղջաց։ Նա տեսավ Գաբրիելին մի փոքր նահանջելիս, կարծես հարվածված լիներ։ Ես քեզ տալիս եմ այն ամենը, ինչ քեզ պետք է, նա ասաց ցածր ձայնով։ Դու ինձ գումար ես տալիս, Գաբրիել։ Նյութական հարմարավետություն։ Բայց երբեք ինձ ուշադրություն չես տվել։ Երբեք չես հարցրել, թե ինչպես եմ ես իրականում։ Երբեք նույնիսկ չես փորձել ինձ ճանաչել։ Այնպես որ հիմա միեք ինձ մոտ սեփականատիրական խանդով, երբ ինչ-որ մեկը վերջապես ինձ վերաբերվում է որպես իրական մարդու։ Մարինեն բարձրացավ աստիճանների մնացած մասով գնաց իր սենյակ, դուռը փակելով իր հետից։ Դա առաջին անգամն էր, որ նա առերեսվում էր Գաբրիելի հետ, առաջին անգամն էր, որ ասում էր այն, ինչ իրականում զգում էր։ Եվ թե սիրտը արագ էր բաբախում, իսկ ձեռքերը դողում էին, նա իրեն տարօրինակ կերպով հզոր զգաց։ Գաբրիելը կանգնած մնաց աստիճանների վրա, Մարինեի խոսքերը արձագանքում էին նրա մտքում։ Նա ճիշտ էր։ Նա երբեք չէր փորձել ճանաչել նրան։ Նա միտումնավոր հեռու էր մնացել, հավատալով, որ դա լավագույնն է երկուսի համար։ Բայց հիմա, տեսնելով նրան ծիծաղելիս մեկ այլ տղամարդու հետ, տեսնելով նրան երջանիկ իրականացված այնպես, ինչպես երբեք իր հետ չէր եղել, Գաբրիելը զգաց մի բան, որը չէր ուզում ընդունել։ Նա զգաց, որ կորցնում է մի բան, որը երբեք չգիտեր, որ ուզում էր։ Հաջորդ օրերին Գաբրիելը սկսեց փոխել իր առօրյան։ Նա սկսեց ավելի վաղ գալ տուն, ճաշում էր այն ժամին, երբ Մարինեն էր ճաշում, մնում էր հյուրասենյակում, երբ նա այնտեղ էր։ Շատ չէր խոսում, պարզապես դիտում էր։ Դիտում էր նրան աշխատելիս իր նկարների վրա, հեռախոսով խոսելիս Ռոդրիգոյի հետ, ժպտալիս համակարգչի էկրաններին, երբ նախագծի մի մանրուք ստացվում էր այնպես, ինչպես նա էր ուզում։
Մարինեն նկատեց փոփոխությունը, բայց չմեկնաբանեց։ Նա շարունակեց իր կյանքը ընկղմված նախագծի, Ռոդրիգոյի հետ հանդիպումների, հողամաս այցելությունների մեջ։ Տունը ձավորվում էր, հիմքերն արդեն դրված էին, Մարինեն հսկայական հպարտություն էր զգում ամեն անգամ, երբ տեսնում էր իր նախագիծը թղթից դուրս գալիս։ Ռոդրիգոն սկսեց նրան հրավիրել սուրճի, ճաշի, միշտ կապված աշխատանքի հետ, բայց նա օգտագործելով այդ պահերը նրան ավելի լավ ճանաչելու համար։ Նա հարցնում էր նրա երազանքների մասին, թե ինչ էր նա սիրում անել, թե ինչպիսին էր նրա կյանքը ամուսնությունից առաջ։ Եվ Մարինեն աստիճանաբար բացվում էր խոսելով մոր ճնշման հոր մասին, ում նա հազիվ էր ճանաչել, այն երազանքների մասին, որոնք նա դարակներում էր պահել։ Դու դեռ երիտասարդ ես, Մարինե։ Դու դեռ ժամանակ ունես իրականացնելու այդ ամենը շատ ավելին, Ռոդրիգոն միշտ քաջալերող էր ասում։ Եվ Մարինեն սկսեց հավատալ դրան։ Դա մի կեսօր էր, Պոլիստա այգու հմայիչ ռեստորանում, որ Գաբրիելը նրանց տեսավ։ Նա հանդիպումից էր վերադառնում, երբ անցավ ռեստորանի դիմացով, հանկարծակիորեն ներս նայեց։ Եվ այնտեղ էին նրանք։ Մարինեն ծիծաղում էր, Ռոդրիգոն բռնել էր նրա ձեռքը սեղանին, երկուսն էլ թվում էին լիովին խորասուզված միմյանց մեջ։ Գաբրիելը զգաց, որ կուրծքը սեղմվում է։ Ձեռքերը բռունցքվեցին։ Նա նստեց մեքենան, վերադարձավ ընկերություն, բայց չկարողացավ աշխատել օրվա մնացած մասը։ Նրանց միասին պատկերը, Ռոդրիգոյի ձեռքը Մարինեի ձեռքի վրա, դուրս չէր գալիս նրա գլխից։ Այդ գիշեր, երբ Մարինեն տուն եկավ, Գաբրիելը սպասում էր նրան հյուրասենյակում։ Նա խմել էր, ինչը հազվադեպ էր նրա համար, ով միշտ լիովին վերահսկում էր իրեն։ Բայց այդ գիշեր նրան հեղուկ քաջություն էր պետք, անելու այն, ինչ պատրաստվում էր անել։ Մարինեն ներս մտավ, դեռ դեմքին ժպիտ կար, բայց ժպիտը անհետացավ, երբ տեսավ Գաբրիելին այնտեղ, ձեռքին վիսկիի բաժակ, հայացքը սերված նրա վրա։ Մենք պետք է խոսենք, նա ասաց, ձայնը լի զգացմունքով, որը Մարինեն չճանաչեց։ Ինչի՞ մասին, նա հարցրեց, զգուշորեն։ Քո Ռոդրիգոյի մասին։ Մարինեն զգաց, որ զայրույթը վերադառնում է։ Չկա ես Ռոդրիգո։ Կա միայն պրոֆեսիոնալ նախագիծ։ Ես ձեզ տեսա այսօր ռեստորանում։ Ես տեսա, թե ինչպես է նա քեզ նայում։ Ինչպես ես դու ժպտում նրան։ Դա պարզապես պրոֆեսիոնալ չի թվում։ Իսկ ինչ ես ուզում, որ անեմ, Գաբրիել։ Դու առաջին օրվանից հստակ ես ասել, որ ինձ հետ ոչինչ չես ուզում։ Որ ես պարզապես համաձայնության մի մասն եմ։ Ուրեմն ինչու՞։ Է քեզ հետաքրքրում, եթե մեկ ուրիշը ինձ ժպտացնում է։ Գաբրիելը վեր կացավ, մոտենալով նրան։ Ինձ հետաքրքրում է, որովհետև դու իմ կինն ես։ Թղթի վրա, Մարինեն պատասխանեց, ձայնը դողում էր։ Միայն թղթի վրա։ Դու ինքդ ես ասել, որ մեր կյանքերը առանձին են։ Որ ես երբեք ոչինչ չեմ ունենա, բացի քո անունից, քո գումարից։ Այնպես որ հիմա մի եք սեփականատիրական խանդով, երբ ինչ-որ մեկը վերջապես ինձ վերաբերվում է որպես իրական մարդու։ Ես խանդում եմ, Գաբրիելը ստեց, բայց նույնիսկ նա գիտեր, որ սուտը ակնհայտ էր։ Այո, խանդում ես։ Բայց գիտես, թե ինչն է ամենատխուրը, Գաբրիել։ Դու միայն այն ժամանակ ես ինչ-որ բան զգում, երբ տեսնում ես, որ մեկ այլ տղամարդ ինձ ուշադրություն է դարձնում։ Դա այն չէ, որ դու ինձ ես ուզում։ Դա այն է, որ դու չես ուզում, որ ոչ ոք ինձ ունենա։ Եվ դա սեր չէ։ Դա եսասիրություն է։ Մարինեի խոսքերը Գաբրիելի դեմքին ապտակի պես էին։ Նա կանգնած մնաց այնտեղ չիմանալով, թե ինչ ասի, տեսնելով, թե ինչպես է նա բարձրանում աստիճաններով անհետանում միջանցքում։ Եվ տարիներ շարունակ առաջին անգամ Գաբրիել Ալմեիդյանը զգաց մի բան, որը երբեք թույլ չէր տվել իրեն զգալ։ Նա զգաց, որ սխալվել է։ Եվ որ միգուցե կործանել էր միակ բանը, որն իրականում կարող էր նախքան նրա արժեքը հասկանալը։ Այդ վեճին հաջորդող շաբաթները նշանավորվեցին այլ լարվածությամբ։ Գաբրիելն այլս ուշ չէր աշխատում։ Նա տուն էր գալիս ճաշից առաջ, շրջում էր այն տարածքներում, որտեղ Մարինեն էր, փորձելով զրույցներ սկսել, որոնք անմիջապես մարում էին։ Մարինեն, իր հերթին, պահպանում էր քաղաքավարի, բայց ամուր հեռավորություն։ Նա պատասխանում էր, երբ անհրաժեշտ էր, բայց այլ բանի համար բաց չէր թողնում։ Դիլիջանի տան նախագիծը արագորեն առաջ էր գնում։ Պատերն արդեն կանգնեցված էին, մեծ պատուհանների շրջանակները սկսում էին տեղադրվել։
Մարինեն շաբաթը մեկ անգամ էր մեկնում շինհրապարակ, միշտ Ռոդրիգոյի ուղեկցությամբ, վերահսկելով յուրաքանչյուր մանրուք, ապահովելով, որ իր տեսլականը կատարվում է կատարելությամբ։ Եվ ամեն անգամ, երբ վերադառնում էր այդ ուղղություններից, նրա աչքերը փայլում էին պատմություններով շինարարության ընթացքի, նյութերի ընտրության, այն մասին, թե ինչպես էր ամեն ինչ ստացվում հենց այնպես, ինչպես նա պատկերացրել էր։ Գաբրիելը հեռվից էր լսում այդ պատմությունները, տեսնելով Մարինեին աշխույժ խոսելիս հեռախոսով կամ Հելենայի հետ, երբ տատը այցելում էր։ Եվ ամեն օր, ինչ-որ բան կորցնելու զգացումը նրա ներսում աճում էր որպես ստվեր, որն այլս չէր կարող անտեսել։ Դա մի ուրբաթ երեկո էր, երբ Մարինեն պատրաստվում էր դուրս գալ, որ իրավիճակը վերջապես պայթեց։ Նա սենյակում էր, հագած զմրուխտ կանաչ զգեստ, որն ընդգծում էր նրա աչքերը, մազերը հավաքած էլեգանտ կոկոնում, մարգարտյա ականջողեր, որոնք Հելենայի հարսանեկան նվերն էին։ Նա շուրթերին շրթներկ էր քսում, երբ Գաբրիելը ներս մտավ առանց թակելու։ «Դու դուրս ես գնում», նա ասաց, դա հարց չէր։ Մարինեն նրան նայեց հայելու միջով, առանց շրջվելու։ Այո։ Ռոդրիգոն փոքրիկ տոնակատարություն է կազմակերպում հողամասում։ Տան կառուցվածքն այսօր ավարտվեց։ Նա հրավիրել է ինժեներներին, մի քանի ընկերների։ Պարզ կլինի։ Ես չեմ ուզում, որ դու գնաս։ Խոսքերը դուրս եկան կոշտ, հրամայական։ Մարինեն վերջապես շրջվեց, ամուսնուն նայելով անհավատալի զայրույթի խառնուրդով։ Դու չես ուզում, որ ես գնամ։ Իսկ երբվանից ես դու իրավունք ունես որոշելու, թե ինչ եմ ես անում կամ չեմ անում։ Ես քո ամուսինն եմ։ Մարինեն դառը ծիծաղեց։ Ամուսին։ Դու ամիսներ շարունակ ինձ անտեսում ես, ինձ վերաբերվում ես, կարծես անտեսանելի լինեմ, հստակ ասելով, որ ինձ հետ ոչինչ չես ուզում։ Եվ հիմա, հանկարծ, ուզում ես կարծիք ունենալ իմ կյանքի մասին։ Կներես, Գաբրիել, բայց դու կորցրել ես այդ իրավունքը։ Ես փորձում եմ, Գաբրիելն ասաց, նրա ձայնի մեջ հուսահատություն կար, որը Մարինեն երբեք չէր լսել։ Ես փորձում եմ այլ կերպ անել։ Բայց դու ինձ ոչ մի հնարավորություն չես տալիս։ Հնարավորություն, Մարինեն վեր կացավ, մոտենալով նրան։ Ես քեզ 6 ամիս հնարավորություն տվեցի։ 6 ամիս սպասելով, որ դու ինձ նայես, որ հարցնես, թե ինչպես եմ ես իրականում, որ հետաքրքրության նվազագույն նշան ցույց տաս։ Եվ ոչինչ։ Բացարձակապես ոչինչ։ Հիմա, երբ ես վերջապես գտել եմ մի բան, որը ինձ երջանիկ է դարձնում, մեկին, ով ինձ գնահատում է, դու ուզում ես, որ ես ամեն ինչ թողնեմ, որովհետև դու հանկարծ որոշել ես, որ քեզ հետաքրքրում է։ Դու սիրահարվում ես նրան։ Դա ավելի շատ մեղադրանք էր, քան հարց։ Մարինեն զգաց, որ կուրծքը սեղմվում է։ Նա այդ նույն հարցը մի քանի անգամ տվել էր իրեն վերջին շաբաթների ընթացքում։ Ինչ էր զգում Ռոդրիգոյի նկատմամբ։ Նա բարի էր, ուշադիր, ծիծաղեցնում էր նրան։ Բայց սեր։ Նա վստահ չէր։ Միգուցե դա պարզապես երախտագիտություն էր։ Միգուցե դա պարզապես թեթացում էր, վերջապես որպես կարևոր անձնավորություն վերաբերվելուց։ Դա քո գործը չէ, նա պատասխանեց, խուսափելով հարցից։ Այո, դա իմ գործն է։ Դու իմ կինն ես, Գաբրիելը պնդեց, հիմա նրա ձայնի մեջ զայրույթ կար, զայրույթ, խառնված ինչ-որ բանի հետ, որը գրեթե խուճապ էր թվում։ Ուրեմն վարվիր որպես իսկական ամուսին, Մարինեն բղավեց, դա առաջին անգամն էր, որ նա բարձրացնում էր ձայնը նրա վրա։ Դադարիր ինձ վերաբերվել որպես կահույքի կտորի, որը կարող ես պարզապես անտեսել, երբ քեզ պետք չէ, վերահսկել, երբ հարմար ես համարում։ Ես քո սեփականությունը չեմ, Գաբրիել։ Ես մարդ եմ։ Մարդ, ով զգացմունքներ ունի, ով երազանքներ ունի, ով արժանի է իսկապես սիրվելու։ Ես չգիտեմ ինչպես սիրել, Գաբրիելն ասաց, հանկարծ նրա զայրույթը փլուզվեց, տեղը զիջելով մի խոցելիության, որը Մարինեին անխոս թողեց։ Ես չգիտեմ։ Երբեք չեմ սովորել։ Հայրս սառն էր։ Հերու, ինձ սովորեցրել էր, որ զգացմունքները թուլություններ են։ Ես ամբողջ կյանքս կառուցել եմ այս զրահը, հավատալով, որ դա գոյատելու միակ միջոցն էր։ Եվ երբ դու հայտնվեցիր իմ կյանքում, երբ մենք ստիպված եղանք այս ամուսնությանը, ես վախեցա։ Վախեցա զգալուց։ Վախեցա կապվելուց։ Վախեցա վերահսկողությունը կորցնելուց։ Մարինեն զգաց, որ արցունքներն այրում են աչքերը։ Ուրեմն դու նախընտրեցիր ինձ ոչնչացնել քո անտարբերությամբ։ Նախընտրեցիր ինձ վերաբերվել, կարծես ես գոյություն չունեմ։ Դու գիտես, թե ինչպես էր, Գաբրիել։
Ինչպես էր ամեն օր արթնանալ այս հսկայական առանձնատանը, մենակ, անտեսանելի, զգալով, որ ես ոչ մի արժեք չունեմ։ Դու չես պատկերացնում, թե որքան է դա ցավում։ Որքան է ցավում մերժվել այն մեկի կողմից, ով նույնիսկ քեզ չի ճանաչում։ Ես գիտեմ, Գաբրիելն ասաց, ձայնը ճաքճքաց։ Ես գիտեմ, ես ինձ ատում եմ դրա համար։ Բայց Մարինե, խնդրում եմ, ինձ հնարավորություն տուր։ Իրական հնարավորություն, այլ կերպ անելու։ Քեզ ճանաչելու։ Փորձելու լինել այն ամուսինը, ում դու արժանի ես։ Մարինեն գլխով արեց, արցունքները հիմա ազատորեն հոսում էին։ 6 ամիս ուշացած, Գաբրիել։ 6 ամիս լռություն, միայնություն, ինձ ոչնչից պակաս զգալուց։ Եվ հիմա դու գալիս ես գեղեցիկ խոսքերով, որովհետև տեսել ես, որ մեկ այլ տղամարդ ինձ տալիս է այն, ինչ դու երբեք չես ուզել տալ։ Սա արդար չէ։ Արդար չէ ինձ համար։ Ես գիտեմ, որ արդար չէ։ Ես գիտեմ, որ արժանի չեմ։ Բայց Մարինե, Գաբրիելը մեկ քայլ արեց դեպի նա, աչքերը հառած նրա աչքերին, ես փորձում էի քեզանից խուսափել, որովհետև վախենում էի սիրահարվել։ Խոսքերը կախված մնացին նրանց միջ, ծանր բացահայտող։ Մարինեն նայեց Գաբրիելին, առաջին անգամ տեսնելով դիմակի հետում գտնվող մարդուն։ Տեսնելով խոցելիությունը, վախը, ներքին պայքարը, որը նա մղում էր ինքն իր հետ։ Բայց հետո նա մտածեց միայնության բոլոր այդ ամիսների մասին։ Մտածեց այն գիշերների մասին, որոնք նա մենակ լացել էր։ Մտածեց, թե ինչպես էր նա ստիպել իրեն զգալ փոքրիկ, անտեսանելի, անարժեք։ Եվ զայրույթը վերադարձավ, ավելի ուժեղ, քան կարեկցանքը։ Դու կարողացար ինձ ոչնչացնել լռությամբ, նա ասաց, ձայնը հաստատուն, չնայած արցունքներին։ Եվ հիմա ուզում ես վերակառուցել խոսքերով։ Բայց խոսքերը բավարար չեն, Գաբրիել։ Խոսքերը չեն ջնջում այն ցավը, որը դու պատճառեցիր։ Խոսքերը չեն վերադարձնում այն ամիսները, որոնք ես կորցրի, ինձ անարժան զգալով սիրվելու համար։ Ինչ կարող եմ անել, Գաբրիելը հարցրեց, նրա ձայնի մեջ իրական հուսահատություն կար։ Ասա ինձ, թե ինչ կարող եմ անել սա շտկելու համար։ Ես չգիտեմ, արդյոք հնարավոր է շտկել։ Ես չգիտեմ, արդյոք վստահում եմ քեզ։ Եվ ես չգիտեմ, արդյոք ուզում եմ իմ սիրտը վտանգել մեկի հետ, ով կարող է պարզապես որոշել նորից անտեսել ինձ, երբ վախ զգա։ Մարինեն վերցրեց պայուսակը, անցավ նրա կողքով, դեպի դուռը։ Գաբրիելը բռնեց նրա ձեռքից, քնքշորեն, ոչ թե ուժով, այլ շտապողականությամբ։ Մի գնա։ Խնդրում եմ։ Մի գնա նրա մոտ այսօր։ Մնա այստեղ։ Խոսիր ինձ հետ։ Ինձ տուր այս գիշերը։ Միայն այս գիշերը։ Մարինեն նայեց նրա ձեռքին, իր ձեռքի վրա, հետո նրա դեմքին։ Նա տեսավ արցունքներ, որոնք նա փորձում էր զսպել, տեսավ մի մարդու, ով լիովին տարբեր էր նրանից, ինչ եղել էր վերջին ամիսներին։ Եվ մի պահ, մի կարճ պահ, նա ուզեց զիջել։ Ուզեց մնալ։ Ուզեց հավատալ, որ միգուցե հույս կար։ Բայց հետո հիշեց նրա արտահայտությունը հարսանեկան գիշեր։ Դու կունենաս անունը, կարգավիճակը, առանձնատունը, բայց երբեք քեզ հետ չեմ պառկի։ Հիշեց, թե ինչպես էին այդ խոսքերը ոչնչացրել իրեն։ Հիշեց, թե ինչպես էր նա ստիպել իրեն զգալ մերժված, անցանկալի, անբավարար։ Ես պետք է գնամ, նա ասաց, ձեռքը բաց թողնելով։ Ես խոստացել էի, որ այնտեղ կլինեմ։ Եվ ի տարբերություն քեզ, ես չեմ խախտում իմ խոստումները։ Եվ նա դուրս եկավ, Գաբրիելին թողնելով միջանցքում, զգալով, կարծես հատակը փլուզվել էր նրա ոտքերի տակ։ Հողամասի տոնակատարությունը ինտիմ էր ջերմ։ Ռոդրիգոն սեղան էր դրել, նախուտեսներով գինով, ծառերից լույսեր էին կախված, մեղմ երաժշտություն էր հնչում։ Ինժեներներն ու կապալառուներն այնտեղ էին իրենց ընտանիքների հետ, բոլորը ջերմորեն ողջունեցին Մարինեին, գովելով նախագիծը, ասելով, թե ինչպես էր տունը գեղեցիկ ստացվում։ Ռոդրիգոն նրան ամուր գրկեց։ Դու լավ ես։ Աչքերդ կարմիր են։ Մարինեն ստիպողաբար ժպտաց։ Այո, լավ եմ։ Պարզապես հոգնած եմ։ Երկար շաբաթ էր։ Նա համոզված չթվաց, բայց չպնդեց։ Ամբողջ գիշեր նա ուշադիր էր, բայց հարգալից։ Նա Մարինեին բոլորին ներկայացրեց որպես նախագծի պատասխանատու փայլուն ճարտարապետ, հպարտությամբ խոսելով այն մասին, թե ինչպես էր նա ստեղծել մի յուրահատուկ բան։ Եվ Մարինեն աստիճանաբար թույլ տվեց իրեն հանգստանալ, թույլ տալով իրեն վայելել ճանաչման ուրախության այդ պահը։
Բայց մտքի խորքում Գաբրիելի պատկերը շարունակ վերադառնում էր։ Նրա աչքերի հուսահատությունը, նրա խոստովանությունը, այն խոցելիությունը, որը նա երբեք չէր տեսել նախկինում։ Եվ Մարինեն մտածում էր, թե արդյոք շատ կոշտ էր եղել։ Արդյոք պետք է տված լիներ նրան այն հնարավորությունը, որը նա խնդրել էր։ Ռոդրիգոն նկատեց նրա շեղվածությունը։ Ուզում ես զբոսնել։ Միայն մենք երկուսս։ Մարինեն գլխով արեց։ Նրանք հեռացան տոնակատարությունից, լուսնի լույսի ներքո քայլելով հողամասով։ Տան կառուցվածքը վեհորեն բարձրանում էր աստղազարդ երկնքի դեմ, պատուհանները դեռ դատարկ էին, բայց արդեն թույլ էին տալիս պատկերացնել այն տեսարանը, որը նրանք կունենային, երբ ամեն ինչ պատրաստ կլիներ։ Դու այսօր տարբեր ես, Ռոդրիգոն քնքշորեն ասաց։ Ուզում ես խոսել այդ մասին։ Մարինեն հառաչեց։ Գաբրիելն ու ես վիճեցինք։ Նա բաներ ասաց, որոնք ինձ զարմացրին։ Բաներ, որոնք ես չէի սպասում լսել։ Ռոդրիգոն կանգ առավ, շրջվելով դեպի նա։ Նա հասկանում է, թե ինչ է կորցնում։ Մարինեն նրան նայեց։ Դու կարծում ես, որ նա իսկապես ինչ-որ բան է զգում։ Թե՞ դա պարզապես սեփականատիրական խանդ է։ Ռոդրիգոն մի պահ լռեց, մտածելով։ Ես Գաբրիելին ճանաչում եմ մանկուց, Մարինե։ Նա միշտ փակ էր, միշտ պատեր էր կառուցում սրտի շուրջ։ Բայց ես նա գիտեմ, որ երբ նա սիրում է ինտենսիվությամբ։ Պարզապես նա շատ է վախենում դրանից։ Վախենում է հանձնվելուց, վախենում է խոցելի լինելուց։ Եթե նա հիմա թույլ է տալիս այդ պատերը քանդվել, ուրեմն նա իսկապես ինչ-որ բան է զգում քո նկատմամբ։ Իսկ դու, Մարինեն հարցրեց, ցածր ձայնով։ Ինչ ես զգում։ Ռոդրիգոն ժպտաց, տխուր, բայց անկեղծ ժպիտ։ Ես շատ եմ հիանում քեզանով, Մարինե։ Քո ուժով, քո տաղանդով, քո գեղեցկությամբ։ Այլ հանգամանքներում ես հաստատ կփորձեի նվաճել քո սիրտը։ Բայց ես գիտեմ, որ քո սիրտը ազատ չէ նվաճվելու համար։ Ոչ լիովին։ Քո մի մասը դեռ կապված է նրա հետ, նույնիսկ եթե դու չես ուզում ընդունել։ Մարինեն զգաց, որ արցունքները նորից վերադառնում են։ Ես չգիտեմ, ինչ անել, Ռոդրիգո։ Ես չգիտեմ, արդյոք կարող եմ վստահել նրան։ Ես չգիտեմ, արդյոք ուզում եմ իմ սիրտը վտանգել մեկի հետ, ով կարող է պարզապես որոշել նորից անտեսել ինձ, երբ վախ զգա։ Ռոդրիգոն բռնեց նրա ձեռքերը, քնքշորեն բռնելով։ Միայն դու կարող ես դա որոշել, Մարինե։ Բայց ես քեզ մի խորհուրդ կտամ, որպես ընկեր։ Երբեմն մարդիկ արժանի են երկրորդ հնարավորության։ Երբեմն նրանք պետք է ընկնեն, որպեսզի սովորեն վեր կենալ։ Եվ երբեմն ամենաիսկական սերը այն է, որը ծնվում է ամենամեծ փոթորիկից հետո։ Մարինեն գրկեց Ռոդրիգոյին, շնորհակալ լինելով նրա ընկերության, նրա իմաստության համար։ Եվ այդ գրկախառնության մեջ նա հասկացավ, որ նա ճիշտ էր։ Նա սիրահարված չէր Ռոդրիգոյին։ Նա հիանում էր նրանով, սիրում էր նրան, բայց դա սեր չէր։ Այն, ինչ նա զգում էր Գաբրիելի նկատմամբ, նույնիսկ ամեն ինչից հետո, նույնիսկ ամբողջ ցավից հետո, ավելի խորը բան էր։ Դա զայրույթ էր, այո։ Դա վիրավորանք էր, անկասկած։ Բայց կար նա ինչ-որ ավելին։ Մի բան, որը նա չէր ուզում ընդունել, բայց որը կար, բաբախում էր սրտի խորքում։ Հույս կար։ Հույս, որ միգուցե, պարզապես միգուցե, նրանք կարող էին նորից սկսել։ Երբ Մարինեն վերադարձավ առանձնատուն, արդեն կեսգիշեր էր։ Տունը լուռ էր, միայն մի քանի լույսեր էին վառված մուտքի սրահում։ Նա դանդաղ բարձրացավ աստիճաններով, հոգնած էր էմոցիոնալ առումով, պատրաստ էր քնելու մոռանալու այդ բարդ օրը։ Բայց երբ անցավ Գաբրիելի սենյակի դռան մոտով, լույս տեսավ դռան տակից։ Նա կանգ առավ, տատանվելով։ Նրա մի մասը պարզապես ուզում էր գնալ իր սեփական սենյակը։ Բայց մյուս մասը, մի մաս, որը նա այլևս չէր կարող լռեցնել, ուզում էր թակել այդ դուռը։ Նախքան կարող էր որոշել, դուռը բացվեց։ Գաբրիելն այնտեղ էր, դեռ նույն հագուստով, մազերը խճճված, կարծես մի քանի անգամ ձեռքերով անցկացրել լիներ դրանց միջով։ Նրա աչքերը հանդիպեցին նրա աչքերին, երկար պահ ոչ ոք ոչինչ չասաց։ Դու վերադարձար, նա վերջապես ասաց, ձայնը խռպոտ։ Ես այստեղ եմ ապրում, Մարինեն պատասխանեց, բայց առանց նախկին թթվայնության։ Գաբրիելը գլխով արեց։ Ես չկարողացա քնել։ Սպասում էի։
Պարզապես ուզում էի իմանալ, որ դու լավ ես։ Մարինեն զգաց, որ կրծքի մեջ ինչ-որ բան է շարժվում։ Ինչ-որ բան, որը վտանգավոր կերպով նման էր քնքշության։ Ես լավ եմ։ Նա զվարճացավ, Գաբրիելը հարցրեց, ձայնի մեջ խանդ կար, բայց նա անկեղծ տխրություն։ Գեղեցիկ տոնակատարություն էր։ Տան կառուցվածքը կատարյալ էր։ Հենց այնպես էր, ինչպես ես պատկերացրել էի։ Դու երջանիկ պետք է լինես։ Այո, Մարինեն խոստովանեց։ Բայց նա շփոթված եմ։ Եվ հոգնած։ Եվ այլս չգիտեմ, ինչ մտածել կամ զգալ։ Գաբրիելը մեկ քայլ ավելի մոտեցավ նրան։ Մարինե, ես գիտեմ, որ այսօր չափազանց շատ բան խնդրեցի։ Գիտեմ, որ իրավունք չունեմ սպասելու, որ դու ինձ ներես կամ հնարավորություն տաս։ Բայց ես պետք է, որ դու մի բան իմանաս։ Ես անցկացրի այս 6 ամիսները, փորձելով քեզանից խուսափել, որովհետև կարծում էի, որ դա լավագույնն է։ Կարծում էի, որ հեռավորություն պահելով ես քեզ կպաշտպանեի։ Ինձ կպաշտպանեի։ Բայց ես սխալվեցի։ Ես պարզապես մեզ էի վնասում։ Եվ հիմա, տեսնելով քեզ փայլելիս, տեսնելով քեզ երջանիկ, ես հասկանում եմ, թե որքան հիմար էի։ Որքան կորցրի։ Եվ ես չեմ ուզում շարունակել կորցնել։ Ես չեմ ուզում 1 տարի հետո արթնանալ հասկանալ, որ թույլ եմ տվել, որ իմ կյանք մտած լավագույն բանը փախչի, որովհետև չափազանց վախկոտ էի, իմ սիրտը վտանգելու համար։ Մարինեն զգաց, որ արցունքները նորից հոսում են դեմքին։ Գաբրիել, ինձ ժամանակ է պետք։ Պետք է մտածել։ Պետք է հասկանալ, թե ինչ եմ զգում։ Դու ինձ շատ ես ցավեցրել։ Եվ նույնիսկ եթե ես ուզում եմ հավատալ, որ դու փոխվել ես, որ անկեղծ ես, ես վախենում եմ։ Շատ եմ վախենում։ Ես հասկանում եմ։ Ես քեզ կտամ այնքան ժամանակ, որքան քեզ պետք է։ Բայց խնդրում եմ, պարզապես թույլ տուր փորձել։ Թույլ տուր ցույց տալ քեզ, որ ես կարող եմ տարբեր լինել։ Որ ես կարող եմ լինել այն տղամարդը, ում դու արժանի ես։ Մարինեն նրան նայեց, նրա աչքերին, որոնք աղաչում էին նրա խոցելիությանը, որը նա բացահայտում էր։ Եվ որոշում կայացրեց։ Լավ։ Դու կարող ես փորձել։ Բայց Գաբրիել, եթե դու նորից ինձ ցավեցնես, եթե դու նորից ինձ անտարբերությամբ վերաբերվես, ես կգնամ։ Եվ վերադարձ չի լինի։ Ես քեզ նորից չեմ ցավեցնի։ Ես խոստանում եմ։ Մարինեն գլխով արեց, չափազանց հոգնած, այդ զրույցը շարունակելու համար։ Բարի գիշեր, Գաբրիել։ Բարի գիշեր, Մարինե։ Նա շրջվեց, իր սենյակ գնալու, բայց նրա ձայնը ստիպեց նրան կանգ առնել։ Մարինե։ Նա հետ նայեց։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ այս հնարավորությունը տալու համար։ Մարինեն չպատասխանեց, պարզապես գնաց իր սենյակ։ Բայց երբ պառկեց մահճակալին, նայելով առաստաղին, նա ինչ-որ տարբեր բան զգաց։ Նա զգաց, որ միգուցե, պարզապես միգուցե, փոթորիկը սկսում էր անցնել։ Եվ որ մյուս կողմում կարող էր նոր սկիզբ լինել։ Հաջորդ օրերը նշանավորվեցին փոքր փոփոխություններով, աննկատ ժեստերով, որոնք աստիճանաբար փոխում էին առանձնատան մթնոլորտը։ Մարինեն մի առավոտ արթնացավ խոհանոցում գտավ մարգարիտների ծաղկեփունջ, իր սիրելի ծաղիկները, այն ծաղիկները, որոնք նա միշտ նկարում էր իր նախագծային տետրերի եզրերին։ Գրություն չկար, բայց նա գիտեր, թե ով էր այնտեղ թողել։ Գաբրիելը սկսեց տուն գալ ճաշի ժամին։ Ոչ միայն գալ, այլ հարցնել, թե ինչպես էր անցել նրա օրը։ Սկզբում զրույցները կարճ էին, դեռ լի անհարմար լարվածությամբ։ Մարինեն քաղաքավարի էր պատասխանում, բայց որոշակի հեռավորություն էր պահպանում, պաշտպանելով սիրտը, որը դեռ ապաքինման գործընթացում էր։ Բայց Գաբրիելը չէր հանձնվում։ Նա հարցնում էր նախագծի, նյութերի ընտրության, շինարարության մարտահրավերների մասին։ Եվ աստիճանաբար Մարինեն հասկացավ, որ նա անկեղծորեն հետաքրքրված էր։ Մի երեկո, ճաշից հետո, Գաբրիելը հարցրեց, թե արդյոք կարող է տեսնել նրա նկարները։ Մարինեն տատանվեց, բայց վերջապես համաձայնեց։ Նրանք գնացին այն գրասենյակը, որը նա սարքել էր իր սենյակում, նա ցույց տվեց հատակագծերը, էսքիզները, Դիլիջանի տան եռաչափ պատկերները։ Գաբրիելը ուշադիր դիտում էր ամեն ինչ, խելացի հարցեր տալով, մատնանշելով մանրամասներ, որոնք նա հետաքրքիր էր համարում։ Դու զարմանալի տաղանդ ունես, Մարինե։ Իրոք։ Սա բացառիկ է։ Մարինեն զգաց, որ կուրծքը տաքանում է անկեղծ գովեստից։ Շնորհակալ եմ։
Շատ բան է նշանակում դա քեզանից լսելը։ Ես պետք է ավելի շուտ նկատած լինեի։ Պետք է քեզ քաջալերեի։ Պետք է այլ կերպ շատ բաներ անեի։ Անցյալն անցել է, Գաբրիել։ Հիմա կարորը ներկան է։ Եվ ապագան։ Նա նրան նայեց, հուսալից։ Ուրեմն դեռ ապագա կա։ Մեզ համար։ Մարինեն անմիջապես չպատասխանեց։ Դեռ շատ վերքեր կարին բուժել, շատ հարցեր կարին լուծել։ Բայց առաջին անգամ նա կարող էր պատկերացնել մի ապագա, որտեղ նրանք ոչ միայն երկու մարդ էին, ովքեր կիսում էին նույն տարածքը, այլ միգուցե, ով գիտե, իրական զույգ։ Դանդաղ գնանք, նա վերջապես ասաց։ Օր առ օր։ Գաբրիելը համաձայնեց, շնորհակալ լինելով այդ փոքրիկ բացվածքի համար։ Հանգստյան օրերին Գաբրիելը սկսեց Մարինեին ուղեկցել Դիլիջանի հողամաս։ Սկզբում նա զարմացավ նրա խնդրանքից, բայց վերջում համաձայնեց։ Եվ նրա ամենամեծ զարմանքին Գաբրիելը իսկապես հետաքրքրություն ցուցաբերեց։ Նա օգնում էր ստուգել շինարարության ընթացքը, զրուցում էր ինժեներների հետ, կարծիքներ էր հայտնում, երբ խնդրում էին, բայց միշտ հարգում էր Մարինեի վերջնական որոշումները։ Ռոդրիգոն նկատեց փոփոխությունը։ Նա տեսնում էր զույգին միասին գալիս։ Տեսնում էր, թե ինչպես էր Գաբրիելը նայում Մարինեին այնպիսի պաշտամունքով, որը նախկինում գոյություն չուներ։ Եվ թե նա տխրություն էր զգում Մարինեի հետ ավելի շատ բանի հնարավորությունը կորցնելու համար, Ռոդրիգոն նա անկեղծ երջանկություն էր զգում նրա համար։ Մի շաբաթ օր, երբ Մարինեն զբաղված էր կապալառուների հետ, Ռոդրիգոն Գաբրիելին կանչեց մասնավոր զրույցի։ Նրանք քայլեցին մինչ հողամասի եզրը, որտեղ լեռների տեսարանն ամենատպավորիչն էր։ Դու սիրում ես նրան, չէ՞, Ռոդրիգոն ասաց, անմիջապես անցնելով գործին։ Գաբրիելը զարմացավ անկեղծությունից, բայց չժխտեց։ Սիրում եմ։ Շատ ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկանամ, գրեթե կորցրի նրան իմ վախկոտության պատճառով։ Բայց հիմա, երբ գիտեմ, նրան նորից չեմ թողնի գնալ։ Ռոդրիգոն գլխով արեց։ Նա հատուկ է։ Հազվադեպ է գտնել մեկին այդքան լույսով, այդքան տաղանդով, այդքան ուժով։ Ես գրեթե թույլ տվեցի ինձ սիրահարվել նրան, գիտես։ Բայց միշտ գիտեի, որ նրա սիրտը երբեք լիովին ազատ չի լինի։ Միշտ գիտեի, որ խորքում նա դեռ հույս ուներ քեզ վրա։ Նույնիսկ երբ ցավում էր, նույնիսկ երբ փորձում էր առաջ շարժվել։ Գաբրիելը կրծքի մեջ սեղմում զգաց, խառնված երախտագիտության հետ։ Շնորհակալ եմ։ Նրա մասին հոգ տանելու համար, երբ ես չափազանց հիմար էի դա անելու համար։ Նրան ինքնավստահությունը վերադարձնելու համար։ Ես քեզ շատ պարտական եմ։ Դու ինձ ոչինչ պարտական չես։ Պարզապես հոգ տար նրա մասին։ Նա արժանի է ճիշտ ձով սիրվելու։ Արժանի է գնահատվելու։ Արժանի է ամեն օր արթնանալիս իմանալու, որ նա ամենակարող մարդն է ինչ-որ մեկի կյանքում։ Ես դա կանեմ։ Ես խոստանում եմ։ Երկու տղամարդիկ գրկախառնվեցին, ընկերների գրկախառնություն, ովքեր հարգում են միմյանց, ովքեր հասկանում են, որ իսկական սերը երբեմն նշանակում է հրաժարվել այն ամենից, ինչ ուզում ենք սիրելիների բարօրության համար։ Այդ օրվանից Ռոդրիգոն սկսեց նրբորեն հեռանալ։ Նա դեռ պահպանում էր պրոֆեսիոնալ կապ Մարինեի հետ, դեռ հետում էր նախագծին, բայց ոչ այնքան հաճախ, ինչպես նախկինում։ Եվ Մարինեն, նույնիսկ մտերիմ ընկերության պակաս զգալով, հասկանում էր։ Հասկանում էր, որ Ռոդրիգոն իրեն տարածք էր տալիս, վերակառուցելու իր ամուսնությունը։ Եվ դրա համար շնորհակալ էր։ Գաբրիելը շարունակում էր իր լուռ վերանվաճման արշավը։ Մարինեի գծագրական տետրում քաջալերող գրություններ էր թողնում։ Հանգստյան օրերին նախաճաշ էր պատրաստում։ Դիտում էր այն հաղորդումները, որոնք նա սիրում էր, նույնիսկ երբ ոչինչ չէր հասկանում դեկորացիայի կամ ճարտարապետության մասին։ Եվ աստիճանաբար Մարինեի սրտի շուրջ կառուցված պատերը սկսեցին փլուզվել։ Մի երեկո միջանցքում տեղի ունեցած այդ զրույցից 2 ամիս անց Մարինեն արթնացավ կեսգիշերին, ծարավ։ Նա իջավ խոհանոց իր զարմանքին, այնտեղ գտավ Գաբրիելին, նստած բարի վրա, նայելով ոչնչի։ Դու նույնպես չես կարողանում քնել, նա հարցրեց։ Գաբրիելը շրջվեց, զարմացած։ Ոչ։ Մտածում էի։ Ինչի՞։ Մասին։ Նա մի պահ տատանվեց, հետո որոշեց անկեղծ լինել։ Այն մասին, թե ինչպես ես գրեթե ոչնչացրի իմ կյանքում տեղի ունեցած լավագույն բանը։ Այն մասին, թե որքան բախտավոր եմ, որ դու ինձ երկրորդ հնարավորություն տվեցիր։
Եվ այն մասին, թե ինչպես եմ իմ կյանքի մնացած մասը անցկացնելու, փորձելով արժանի լինել այդ հնարավորությանը։ Մարինեն զգաց, որ սիրտը արագանում է։ Նա նստեց նրա կողքին, բարի վրա, նրանց ձեռքերը գրեթե դիպչում էին միմյանց։ Գիտես, Գաբրիել, ես շատ ժամանակ բարկացած եմ եղել քեզ վրա։ Բարկացած, որ ստիպված եմ եղել այս ամուսնությանը։ Բարկացած, որ դու ինձ վերաբերվում ես, կարծես անտեսանելի լինեմ։ Բայց հիմա, հետադարձ հայացք գցելով, ես հասկանում եմ, որ միգուցե մենք պետք է անցնեինք այս ամենի միջով, այստեղ հասնելու համար։ Միմյանց արժեքը հասկանալու համար։ Սովորելու համար, որ իսկական սերը այն չէ, որը հեշտությամբ է գալիս, այլ այն, որը մենք ընտրում ենք կառուցել ամեն օր։ Դու ինձ ներում ես, Գաբրիելը հարցրեց, ձայնը ցածր, խոցելի։ Մարինեն նրան նայեց, նրա շագանակագույն աչքերին, որոնք հիմա իրեն իրականում էին տեսնում, այն մարդուն, ով այնտեղ էր, զրահներից զրկված։ Ես քեզ ներում եմ, նա ասաց, հսկայական բեռ զգաց իր ուսերից ընկնելիս։ Եվ ուզում եմ փորձել։ Իրականում ուզում եմ փորձել։ Առանց անցյալի ցավերի։ Առանց ապագայի վախի։ Միայն մենք երկուսս, այստեղ հիմա, ինչ-որ նոր բան կառուցելով։ Գաբրիելը բռնեց նրա ձեռքը, մատները միահյուսելով։ Ես սիրում եմ քեզ, Մարինե։ Ես գիտեմ, որ արդեն ասել եմ դա, բայց պետք է, որ դու իմանաս, որ դա ճիշտ է։ Ես քեզ սիրում եմ այնպես, ինչպես նույնիսկ չգիտեի, որ կարող եմ սիրել։ Եվ իմ կյանքի մնացած մասը քեզ դա ցույց կտամ։ Մարինեն զգաց, որ արցունքները հոսում են, բայց այս անգամ դրանք երջանկության արցունքներ էին։ Ես նույնպես սիրում եմ քեզ, Գաբրիել։ Եվ դա ինձ միաժամանակ վախեցնում ուրախացնում է։ Նրանք համբուրվեցին այնտեղ կիսալուսավոր խոհանոցում, մի համբույր, որը տարբեր էր հարսանեկան արարողակարգային համբույրից։ Մի համբույր, որը ընտրություն էր, հանձնում, խոստում։ Մի համբույր, որը կնքում էր ոչ թե պայմանագիր, այլ սիրո իրական պարտավորություն։ Հաջորդ ամիսները վերակառուցման, սովորելու, հայտնագործությունների էին։ Գաբրիելը հիմա իսկապես ճանաչում էր Մարինեին։ Նա գիտեր, որ առավոտյան սիրում էր թունդ սուրճ, որ երգում էր ցնցուղի տակ, երբ երջանիկ էր, որ վախենում էր ամպրոպներից, բայց երբեք չէր ընդունում, որ սիրում էր ուտել պատրաստել, բայց միայն այն ժամանակ, երբ ստիպված չէր։ Մարինեն, իր հերթին, բացահայտում էր Գաբրիելի շերտերը։ Զգայուն մարդը, ով թաքնվում էր սառը գործադիրի հետում։ Տղան, ով դեռ կրում էր հորից սեր չստանալու ցավը։ Մարդը, ով աստիճանաբար սովորում էր թույլ տալ իրեն զգալ։ Դիլիջանի տունը պատրաստվեց մի արոտ գարնանային օր։ Մարինեն Գաբրիելն այնտեղ էին բացմանը, Ռոդրիգոյի ընտանիքի որոշ ընկերների հետ միասին։ Տունը հենց այնպես էր, ինչպես Մարինեն երազել էր։ Ժամանակակից, բայց հարմարավետ։ Ինտեգրված բնությանը։ Մի տարածք, որը շնչում էր կյանք լույս։ Ռոդրիգոն անկեղծորեն գրկեց Մարինեին։ Դու գեղեցիկ բան ես ստեղծել։ Մի բան, որը իմ ապաստանը կլինի երկար տարիներ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ քեզ, Մարինեն պատասխանեց։ Ամեն ինչի համար։ Ինձ հավատալու համար, երբ ես այլս չէի հավատում։ Ռոդրիգոն նայեց Գաբրիելին, ով կանգնած էր Մարինեի կողքին, նրա գոտկատեղի շուրջ ձեռքը դրած։ Հոգ տարեք միմյանց մասին, նա ասաց, այդ խոսքերի մեջ օրհնություն կար։ Այդ գիշեր, վերադառնալով Երանի առանձնատուն, Գաբրիելը զարմացրեց Մարինեին։ Նա գլխավոր այգին վերածել էր կախարդական տեսարանի։ Լույսեր էին կախված ծառերից, ծաղիկների թերթիկներ, գետնին, մեղմ երաժշտություն էր հնչում։ Եվ ամեն ինչի կենտրոնում ժամանակավոր փոքրիկ զոհասեղան։ Ինչ է սա, Մարինեն հարցրեց, աչքերը լայն բացված։ Գաբրիելը բռնեց նրա ձեռքերը, քնքշորեն բռնելով։ Մեր ամուսնությունը սկսվեց սխալ ձով։ Պայմանագրով, պարտավորություններով, առանց սիրո։ Բայց այսօր, այստեղ, հիմա, ես ուզում եմ այլ կերպ անել։ Ես ուզում եմ նորից ամուսնանալ քեզ հետ։ Ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ փաստաթուղթ է ինձ պարտադրում։ Ոչ թե այն պատճառով, որ մեր ընտանիքներն են սպասում։ Այլ որովհետև ես ընտրում եմ քեզ։ Որովհետև ես սիրում եմ քեզ։ Որովհետև ես ուզում եմ իմ կյանքի մնացած մասը անցկացնել քո կողքին, կառուցելով իսկական տուն։ Մարինեն զգաց, որ արցունքները հոսում են, բայց դրանք մաքուր ուրախության արցունքներ էին։ Գաբրիելը գրպանից հանեց նոր մատանի, առաջինից ավելի պարզ, բայց անսահմանորեն ավելի նշանակալի։ Մարինե Թավրոսյան Ալմեիդյան, դու համաձայնվում ես ամուսնանալ ինձ հետ։
Նորից։ Բայց այս անգամ սիրով։ Մարինեն ժպտաց, սիրտը լի։ Այո։ 1000 անգամ այո։ Նրանք մատանիներ փոխանակեցին այնտեղ, այգում, որը նախկինում էմոցիոնալ գերեզմանոց էր թվում, իսկ հիմա լի էր կյանքով։ Քահանա չկար, հյուրեր չկային, միայն նրանք երկուսը նորոգված խոստումը։ Եվ երբ համբուրվեցին, դա մի համբույր էր, որը կնքում էր ոչ միայն ամուսնություն, այլ նոր սկիզբ։ Հելենան, ով հեռվից դիտում էր գոհունակ ժպիտով, շշնջաց իրեն. Ես գիտեի։ Ես միշտ գիտեի, որ նրանք կհաջողեն։ Հաջորդ ամիսները վերակառուցման սովորելու հայտնագործությունների էին։ Գաբրիելը հիմա իսկապես ճանաչում էր Մարինեին։ Նա գիտեր, որ առավոտյան սիրում էր թունդ սուրճ, որ երգում էր ցնցուղի տակ, երբ երջանիկ էր, որ վախենում էր ամպրոպներից, բայց երբեք չէր ընդունում, որ սիրում էր ուտել պատրաստել, բայց միայն այն ժամանակ, երբ ստիպված չէր։ Մարինեն, իր հերթին, բացահայտում էր Գաբրիելի շերտերը։ Զգայուն մարդը, ով թաքնվում էր սառը գործադիրի հետում։ Տղան, ով դեռ կրում էր հորից սեր չստանալու ցավը։ Մարդը, ով աստիճանաբար սովորում էր թույլ տալ իրեն զգալ։ Մարինեն բացեց իր սեփական ճարտարապետական գրասենյակը, փոքր, բայց հմայիչ տարածք Երանի Կոմիտասի պողոտայում։ Գաբրիելը նրա առաջին ներդրողն էր, ամենամեծ խրախուսողը։ Նա օգնում էր կապերի, գովազդի հարցում, բայց միշտ թողնելով Մարինեին ղեկին, միշտ հարգելով նրա ինքնավարությունը։ Առաջին հաճախորդները եկան Ռոդրիգոյի ուղղորդումներով, ով հրաշքներ էր պատմում Մարինեի աշխատանքի մասին բոլորին, ում ճանաչում էր։ Եվ շուտով Մարինեն ուներ աճող հաճախորդների բազա, դժվարին նախագծեր, պրոֆեսիոնալ ճանաչում։ Նա վերջապես անում էր այն, ինչ միշտ երազել էր, ամենալավը, ուներ ամուսնու անվերապահ աջակցությունը։ Գաբրիելն էլ փոխվեց։ Նա ավելի շատ պարտականություններ պատվիրակեց ընկերությունում, սովորեց աշխատանքը թողնել գրասենյակում, ներկա լինել տանը։ Ընթրիքները, որոնք նախկինում մենակ էին, դարձան կապի պահեր։ Հանգստյան օրերը, որոնք նախկինում անցկացնում էր աշխատելով, հիմա նվիրված էին Մարինեի հետ ճամփորդություններին, զբոսանքներին, պարզապես միասին լինելուն։ Մարինեի մայրը Սելյան, ով հիմա ապրում էր զույգի կողմից վճարվող հարմարավետ բնակարանում, զարմացած էր փոխակերպումից։ Երբ այցելում էր առանձնատուն, նա տեսնում էր սիրահարված զույգ, տեսնում էր դստերը երջանիկ այնպես, ինչպես երբեք չէր տեսել։ Եվ առաջին անգամ նա ընդունեց, որ միգուցե սխալվել էր, Մարինեին ստիպելով հրաժարվել իր պրոֆեսիոնալ երազանքներից։ Երթումների նորոգումից 1 տարի անց, մի ձմեռային գիշեր, Գաբրիելն ու Մարինեն պառկած էին նրա մահճակալին, նա հիմա ամեն գիշեր այնտեղ էր քնում, գրկախառնված միմյանց։ Գիտես, թե ինչ եմ այսօր հասկացել, Մարինեն ասաց, ծույլ շրջանակներ գծելով նրա կրծքի վրա։ Ինչ։ Որ ես երջանիկ եմ։ Անկեղծորեն, լիովին երջանիկ։ Եվ զվարճալի է, որովհետև 1 տարի առաջ ես չէի կարծում, որ դա հնարավոր է։ Գաբրիելը համբուրեց նրա ճակատը։ Ես նույնպես։ Դու ինձ փրկեցիր, Մարինե։ Ինձ սովորեցրիր նորից զգալ։ Ինձ ցույց տվեցիր, որ սերը թուլություն չէ, այլ ամենամեծ ուժը, որը գոյություն ունի։ Մենք փրկեցինք միմյանց, նա ուղեց։ Միասին։ Նրանք մի պահ լռեցին, պարզապես վայելելով միմյանց ներկայությունը, այդ գրկախառնության ջերմությունը, այդ պահի խաղաղությունը։ Ես ուզում եմ քեզանից երեխաներ ունենալ, Գաբրիելը հանկարծ ասաց։ Ես ուզում եմ ընտանիք կազմել։ Սիրով, ջերմությամբ լի ընտանիք, այն ամենը, ինչ ես երբեք չեմ ունեցել։ Մարինեն ժպտաց, սիրտը լի։ Ես նույնպես ուզում եմ։ Ես ուզում եմ տեսնել մեր երեխաներին վազելիս այս այգում։ Ես ուզում եմ կառուցել մի տուն, որն իսկական տուն կլինի։ Եվ դա էլ նրանք արեցին։ Հաջորդ տարիներին զույգը ունեցավ 2 երեխա, մի աղջիկ, մի տղա, ովքեր առանձնատունը լցրին ծիծաղով կյանքով։ Մարինեն շարունակեց աշխատել, հիմա ավելի մեծ գրասենյակով, տաղանդավոր թիմով։ Գաբրիելը դարձավ ներկա, սիրող հայր, վճռական, իր երեխաներին տալ այն սերը, որը ինքը երբեք չէր ստացել։ Առանձնատունը, որը նախկինում սառը լուռ պալատ էր, վերածվեց կյանքով, սիրով, ուրախությամբ լի տան։ Այգին, որը Մարինեն այդքան սիրում էր, հիմա ունեցավ ճոճանակ երեխաների համար, ծառի վրա տնակ, որը կառուցել էր Գաբրիելը, ծաղկանոցներ, որոնց մասին հոգ էին տանում Մարինեն դուստրը միասին։ Ռոդրիգոն մնաց ընտանիքի ընկերը։ Նա երբեմն այցելում էր, միշտ ջերմորեն ընդունվելով։
Նա այլս չամուսնացավ, բայց երջանկություն գտավ իր ընտրած միայնության մեջ, իր նախագծերում, իմանալով, որ ճիշտ բան էր արել, հեռանալով թույլ տալով, որ իսկական սերը ծաղկի։ Հելենան, արդեն 80-ից ավելի տարեկան, ուրախություն ուներ տեսնելու իր դաստիարակած թոռանը դառնալ այն մարդը, ում նա միշտ գիտեր, որ նա կարող էր լինել։ Եվ Մարինեին, թոռնուհուն, ում նա ստացել էր պայմանագրով, բայց ում ընտրել էր սիրել անվերապահորեն։ Մի կիրակի կեսօր, ամբողջ ընտանիքը հավաքված էր այգում։ Երեխաները թռչունների հետից էին վազում, Հելենան նստած էր ճոճվող աթոռին, ժպիտով դեմքին դիտելով։ Գաբրիելը խորովածի մոտ էր, Մարինեն նրա կողքին, երկուսն էլ հանգիստ զրուցում էին, ծիծաղելով ներքին կատակների վրա։ Դու զղջում ես, Գաբրիելը հանկարծ հարցրեց։ Որ ստիպված ես եղել ամուսնանալ ինձ հետ։ Մարինեն նրան նայեց, նրան մարդուն, ով իր ամուսինն էր, իր զուգընկերը, իր լավագույն ընկերը։ Նա նայեց երեխաներին, այն կյանքին, որը նրանք միասին կառուցել էին։ Ոչ, նա պատասխանեց, անկեղծ։ Ես չեմ զղջում։ Որովհետև նույնիսկ եթե սկիզբը դժվար էր, նույնիսկ եթե մենք տառապեցինք, այս ամենը մեզ հասցրեց այստեղ։ Եվ ես այստեղը ոչնչով չէի փոխի աշխարհում։ Գաբրիելը նրան քաշեց համբուրելու, քաղցր ու քնքուշ։ Ես սիրում եմ քեզ, տիկին Ալմեիդյան։ Եվ ես սիրում եմ քեզ, պարոն Ալմեիդյան։ Եվ այնտեղ, այդ կյանքով լի այգում, շրջապատված սիրով երջանկությամբ, Գաբրիելն ու Մարինեն գիտեին, որ ստեղծել էին մի բան, որը ոչ մի պայմանագիր չէր կարող ստեղծել։ Նրանք տուն էին կառուցել։ Տուն, կառուցված ընտրություններից, ներողամտությունից, աճից, իսկական սիրուց։ Ամուսնությունը, որը սկսվեց որպես պարտավորություն, դարձավ նրանց կյանքի ամենամեծ օրհնությունը։ Եվ միասին նրանք ապացուցեցին, որ նույնիսկ ամենասառը մոխիրներից սերը կարող է ծաղկել ստեղծել մի գեղեցիկ, ճշմարիտ հավերժական բան։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի Գաբրիելի պատմությունը շոշափել է ձեր սրտերը։ Եթե հուզվեցիք, թողեք ձեր հավանությունը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը դրոշմել։ Ամեն օր մենք ձեզ համար բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։